Փետրվարի 28-ին Իրանի ժողովուրդն արթնացավ պայթյունների ձայնից։ Թրամփը տեսաուղերձ է հրապարակել, ասելով, որ Միացյալ Նահանգներն ընդդեմ Իրանի ռազմական լայնամասշտաբ օպերացիա է սկսել ու այն անվանել էպիկական ցասում։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ դրանք անվանել է կանխարգելիչ հարվածներ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ Իսրայելի առողջապահության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հիվանդանոցներին հանձնարարվել է անցնել պատրաստվածության ամենաբարձր մակարդակի եւ գործողությունները տեղափոխել անվտանգ տարածքներ։ Մի շարք երկրներ արդեն իսկ սկսել են արձագանքել կատարվողին։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանի տարածքը եւ զգոնություն պահպանել ամբողջ Մերձավոր Արևելքում։ Մեծ Բրիտանիան, Կանադան, Չինաստանը, Հնդկաստանը եւ Լեհաստանը իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Իրանի տարածքը, եղել են նաեւ կոչեր դիվանագետներին դուրս բերելու վերաբերյալ անվտանգության նկատառումներով։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմի բռնկումը լուրջ հետևանքներ կունենա խաղաղության եւ միջազգային անվտանգության համար։ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունը Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումներն Իրանի վրա, նշելով, որ իրավիճակը պետք է վերադառնա քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման ուղի։ Ավելին, գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ միջազգային հանրությունն անհապաղ պետք է օբյեկտիվ գնահատական տա անպատասխանատու գործողություններին, որոնք տարածաշրջանում հետագա ապակայունացման վտանգ են ստեղծում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Նա նաև զրուցել է Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Սիրիայի, Եգիպտոսի եւ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նախարարները կենտրոնացել են հարձակումները դադարեցնելու վրա ձեռնարկվող քայլերի վրա։ Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մերժել է Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միակողմանի ռազմական գործողությունները, որը նրա խոսքով սրում է լարվածությունը եւ նպաստում է ավելի անորոշ եւ թշնամական միջազգային կարգի ձևավորմանը։ X-ում կատարած հայտարարության մեջ Սանչեսը նշել է, որ մերժում է նաեւ Իրանի կառավարության եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները։ ԵՄ ինստիտուտների ղեկավարների Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թուրքը դատապարտել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հարվածները, կոչ անելով բոլոր կողմերին վերադառնալ բանակցություններին եւ նշելով, որ հարձակումները կհանգեցնեն միայն մահվան, ավերածությունների եւ մարդկային տառապանքի։ Քաղաքացիական անձանց համար սարսափելի հետևանքները կանխելու համար նա կոչ է արել կողմերին զսպվածություն եւ խելամտություն ցուցաբերել եւ թույլատրել լարվածությունը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարն էլ կարծում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան վտանգավոր շղթայական ռեակցիա է հրահրում ամբողջ տարածաշրջանում։ Սպոլիարիչը կողմերին կոչ է արել հարգել պատերազմի կանոնները եւ դրսեւորել քաղաքական կամք հետագա մահերն ու ավերածությունները կանխելու համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում ներկայումս սրացումը երկրի իշխանությունների մեղքն է, հավելելով, որ Կիևը կանգնած է Իրանի ժողովրդի կողքին եւ կրկնում է այնտեղ իշխանափոխության կոչերը։ Աշխարհի երկրները փորձում են զգուշություն պահպանել։ Կատարը փակել է իր օդային տարածքը, իսկ Դուբայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։